Ողջույն բոլորին։ Այս տեսանյութում կնայենք նորալուսնի մասին։ Շուտով է, իհարկե հունվարի 18-ին։ Տեսնենք բոլորիս ինչ է սպասվելու նորալուսնի ժամանակ, վերցրել եմ տարոքարտերը, որ ավելի հետաքրքիր լինի։ Քանի որ տեսանյութը մեկ օրվա համար չէ, հա, այլ նորալուսինը դա բացի այն, որ մոտ 15 օր կտևի, իր ազդեցությունը դա նաև կարող է ի վերջո վերջնակետին հասնեք 6 ամիս, հա, 6 ամսվա ընթացքում նաև 6 ամսում։ Դա համար ինքը երկար է, գլոբալ է, համար ավելի լավ է տարոքարտերը։ Պետք չի ոչինչ պահել, ուղղակի տեսնենք, թե յուրաքանչյուր մարդու ինչ է բերելու նորալուսինը։ Ինչ է սպասվելու։ Յուրաքանչյուրին կհանեմ մեկական քարտ, տեսնենք ինչ է լինելու։ Եվ կսկսենք խոյերից։ Ինչ է սպասվում խոյերին նորալուսնի ժամանակ։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Սա միմիայն հաջողության քարտ է, սա գումար է, գումարի քարտն է և բարձր գումարի քարտ է, այդպես է համարվում։ Սա երկարատև հաջողություն է ձեզ համար։ Միգուցե ինչ-որ հարցեր, որ լուծվում է երկարաժամկետ նպատակներով։ Ընտանիքում ամեն ինչ լավ է լինելու, խաղաղ, մեկը մյուսին սեր է տալու, լիակատար հարաբերություններ ու հանգստություն։ Ովքեր որ հարաբերությունների մեջ են, սա ցույց է տալու, որ թե ինչքան լավ եք դուք ապրում եւ բարեկեցիկ եւ ընդհանրապես արժանավայել, կյանք եք վայելում։ Իսկ եթե ովքեր որ նոր են, հնարավոր է նաև ծանոթանում եք նմանատիպ ոճը երիտասարդի հետ կամ կնոջ հետ, ով որ կարող է գումար ունի, գումարից բացարձակապես չի նեղվում։ Եթե ոճը նախագիծ եք սկսել, ապա այն շուտով իր պտուղները կտա։ Եթե ընտանեկան ոճը բիզնես եք ցանկանում հիմնել, ապա եւս դա կարող է առաջընթացը մի փոքր դանդաղ լինի, բայց անպայման հաջողության կհասնեք։ Եվ ուղղակի անհրաժեշտ է ձեր սիրելիներին ավելի ուշադիր լինել, որպեսզի երբ որ ձեզ է օգնություն պետք, նա ձեզ անպայման օգնի։ Եվ համարձակ եղեք, այնինչ որ դուք ցանկանում եք անել, արեք։ Գումարը, եթե գումարից եք նեղվում, ապա գումարը կա, այնպես որ ոչինչ ձեզ չի խանգարում ապրել լիարժեք։ Նորալուսինը ձեզ հենց կամ կտա ոչ թե ֆինանսական հարցերի վերջնական լուծում, կամ պարզություն, կամ նոր ինչ-որ մի բան կսկսեք, որը եւս ձեզ հաջողություն կբերի։ Ֆինանսապես ապահովություն կբերի ձեզ, կայունություն եւ չեք նեղվի։ Ամենայն դեպս այս 6 ամիսը կամ այս 15 օրը։ Ես հուսով եմ, որ 6 ամսին է սա վերաբերվում։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նորալուսնի ժամանակ։ Նորալուսնից հետո էլի այդպես։ Սա հաղթանակի քարտն է, նորալուսնից հետո ինչ-որ բան եք հաղթահարելու, հաղթանակ եք ունենալու, բոլոր կասկածները կլինեն արդեն հետևում, սա նաև մարդը ոգևորված է ինչ-որ մի բան անելու համար, արդեն ամեն ինչ պարզ կլինի, թե ինչ եք անելու, հա, որովհետև հստակ որոշում է սա, հստակ դիրքորոշում է, հստակ առաջ խաղացում է, հա, ինչ-որ մի բանը ոնց որ վերջնական որոշում կկայացնեք նորալուսնի ժամանակում, ինչ-որ մի բան կարող եք սկսել հստակ։ Ոմանք նոր ծրագրեր կսկսեն, նոր նպատակներ կդնեն իրենց առջև, որոնք որ կիրականանա, եթե իհարկե բավականաչափ ջանքեր գործադրեք։
Եթե ոչ խնդիր կար ձեր կյանքում, ապա այդ խնդրին լուծում կտաք, կվերջացնեք այդ բոլոր ինչ որ ձեզ անհանգստացնում էր։ Եվ եթե որևէ գործ եք ուզում սկսել, ապա մի արեք դա շտապ, արագ, այլ ուղղակի ավելի լավ է հստակ ծրագիր կազմեք, հստակ որոշեք նոր, ոչ թե ինչ որ իմպուլսիվ ազդեցության տակ։ Ոմանք նաև կարող է այստեղ վիրահատության եք գնում կամ ինչ որ հարցեր են, որոնք որ պետք է վիրահատության միջոցով այն լուծեք։ Եվ նորալուսինը ձեզ հետ կբերի նոր որևիցե մի բան, հենց նոր ինչ որ մի բան կսկսվի ձեզ մոտ, հետաքրքիր նախագիծ, որը կգրավի նաև ձեր ողջ ուշադրությունը, կողը ինչ որ միտեղից հայտնվի դա, եւ որպես ճակատագրի նվեր ձեզ եւ կամ այդ միտքը, որ ինչ որ մի բան սկսեք, որովհետեւ նորալուսինը դա հենց սկսելու մասին է, նոր կյանք, նոր ամեն ինչ։ Այստեղ ոնց որ յուրաքանչյուր բան ինչ որ ջանք եք գործադրել անիմաստ, դա կվարձատրվի, ոնց որ շատ եք նյարդեր օգտագործել, քայքայլեք ձեր նյարդերը, ապա հիմա ոնց որ այդ որոշմամբ կամ այն ինչ որ տեղի կունենա նորալուսինից հետո ձեզ մոտ այդ ամենը ոնց որ կհանգստացնի։ Մի վախեցեք սխալվել, եթե ինչ որ մի բան եք ուզում անել, մոտենալ ինչ որ մեկին, առաջարկություն անել, կապ չունի, բացարձակապես մի վախեցեք, որովհետև սա հենց քաջության քարտն է, հստակության քարտն է, որ մարդը հստակ այդպես վերջ, որ ձեռը խփում է սեղանին, վերջ ես եմ, ես որոշել եմ եւ ես պետք է գնամ անեմ, սա թուրն է, սա աչուձախ կարող է, ոնց որ ոչ ոք ձեզ չի կարող խանգարել, այս թրով։ Ուրիշ քարտեր կան, տուզեր, բայց սա ավելի սուր է եւ ավելի հստակ է, ուղղակի սառը գլխով ամեն ինչ պետք է անեք, ինչ որ անում եք։ Այսքանը ձեզ համար։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին նորալուսնի ժամանակ։ Այս քարտն է ուզում դուրս գալ, հիանալի։ Դա է սա ինքը հիանալի քարտ, սա նշանակում է ինքը կին է, բայց դա տղամարդկանց համար սա կարող է լինել, կանանց համար սա կարող է դուք եք։ Փորձառու, հասուն եւ գործնական կին, ով որ արդեն իսկ հաջողության է հասել եւ նորալուսինը հենց դա է ձեզ տալիս, որ դուք հաջողության եք հասնելու այս նորալուսնից հետո։ Կարող եք արտաքինը փոխել, ավելի գրավիչ տեսք ունենալ, որ նաեւ բնավորությունը ինչ որ չափով կարող եք փոխել, ավելի նախաձեռնող կլինեք նորալուսնից հետո, ինքնավստահ, ակտիվ, բաց, ավելի խարիզմատիկ կլինեք եւ բոլորը կձգվեն դեպի ձեզ։ Հարաբերություններում այստեղ հիանալի հարաբերություններ, որովհետեւ կինը գիտի իր դիրքը, գիտի ինչպես ճիշտ վերաբերվել տղամարդուն, նույնն էլ, եւ դուք եւ ձեր կողքի կինը, այդպես կնոջը դուք սա պետք է վերագրեք ձեզ։ Տղամարդիկ իրենց կողակցին, զույգին, որ կարող է նման մեկը գա ձեր կյանք։ Եվ ավելի շատ իրար հետ կկիսվեք, եթե ինչ որ հարցեր լինի, ձեր ընտանեկան հարաբերություններում կամ նաեւ ձեր գործունեության մեջ։ Նորալուսից հետո պատրաստ կլինեք յուրաքանչյուր վճռական քայլի, կլուծեք ցանկացած խնդիր, նաև ամենադժվարը, բավականին էներգիայով լեցուն կլինեք եւ կկարողանաք յուրաքանչյուր բան անել։ Ձեր շրջապատի մարդիկ նաև կարող են հետևել ձեզ, թե դուք ինչպես եք ինչ որ հարցին լուծում տալի կամ ինչ անում եւ իրենք նույնը կարող են անել։ Ավելի լավատես կլինեք, կին հենց տնակյաց կին։ Նաև կարող է ինչ որ կին է, որ ձեզ որևէ մի բանում աջակցում է, եթե իր կարիքը կա։ Գուցե գործնական առումով, գուցե աշխատանքի վայրում է սա, գուցե ընտանիքում է, որևէ կին է ձեզ աջակցում ինչ որ հարցին լուծում տալու համար։ Կամ հարցազրույցի կարող եք գնալ օրինակ, ինչ որ կին է, որ իր դիրքերում է եւ դուք ինքներդ էլ, պետք է ճիշտ կարողանաք ձեզ ներկայացնել այդ ժամանակ։
Այսքանը ձեզ համար։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին նորալուսնի ժամանակ։ Սուլերի նման ամեն ինչը վճռական կլինեք, հա, սա հստակ որոշում է, որը կկայացնեք դուք ձեր կյանքում նորալուսնից հետո, ինչ-որ կարող ինչ-որ մի բան եք ուզում անել եւ վերջնական որոշում եք կայացնում։ Նաեւ դա կարող է լինել ինչ-որ մի գործ, ոչ թե մի նախագիծ, որը կարող եք սկսել նորալուսնից հետո եւ ոչ թե ձեր էմոցիաներից ելնելով, այլ հենց հստակ որոշում կայացնելով, նաեւ հստակ սառը գլխով, հա, պետք է յուրաքանչյուր բան անեք։ Եթե ինչ-որ երկար ժամանակ է ձեզ ոչ թե ինչ-որ մի բան է անհանգստացնում, ապա լուծում կգտնեք եւ լուծումը ոնց որ ասում է ձեր կողքն է, հա, միայն պետք է տեսնեք ուղարկի։ Օգտվեք այն հնարավորությունից, որը որ կա, որովհետեւ սա մարդը ավելի հստակ է իր գործողություններում, ինչ-որ մի բան կորոշեք եւ հենց այդպես կշարունակեք։ Յուրաքանչյուր ոլորտում, ես վերացական եմ խոսում, որ ամեն մարդ ինքը վերցնի իր կյանքի, հա, ոլորտների վրա կամ ինչ-որ մի բան է, որը որ ձեզ համար շատ կարեւոր է։ Նաեւ այստեղ անձնական հարաբերություններում նույնպես եւս կարող եք որից է վերջնական որոշում կայացնել, լուծել որից է հարցեր, եթե իրար հետ վիճվել եք, այստեղ կարող է սուր լեզվի պատճառով եք վիճվել եւ նա նաեւ կարող է վիրահատություն է ոմանց համար կամ ինչ-որ մի պահ է, որ կարող է պետք է վիրահատություն արվի դա հեռացնելու համար կամ նմանատիպ ոչ պահեր։ Այսքանը ձեզ համար։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին նորալուսնի ժամանակ։ Հիանալի է այստեղ սա աշխատասեր մարդու քարտն է, որ որևիցե նոր բան կարող եք սկսել անել կամ ձեր ստեղծագործության միջոցով կարող եք նորալուսնից հետո ձեռքի շնորհքի շնորհիվ կարող եք նոր գործեր սկսել եւ գումար աշխատել։ Զբաղվել օրինակ ստեղծագործությամբ, ինչ-որ մի բան արտադրել։ Կախված է, հա, թե ով է նայում, տղա թե կին, ամեն մեկը իր ձեռքի շնորհիվ կամ իր մասնագիտության շնորհիվ այս ամիս նորալուսնից հետո կկարողանա գումարներ վաստակել։ Հնարավոր է նաև ինչ-որ մի աշխատանքով զբաղվեք, որը ազատ գրաֆիկ է ձեզ համար։ Ոչ ոքից կախման մեջ չեք, ոչ ոքից, հա, եւ դա ձեզ հաջողություն կբերի, որովհետեւ դուք անելու եք այն, ինչը որ դուք եք ուզում, այն ինչ որ դուք եք սիրում։ Եվ ամենայն դեպս քարտը այն մարդուն է ցույց տալիս, ով որ բարօրություն է տարածում, նաև ստեղծում է, հա, եւ նյութական եւ հոգեվոր արժեքներ։ Եթե աշխատանք եք փնտրում, ապա կարող եմ ասել կգտնեք ձեր երազած աշխատանքը, այնինչ որ դուք ուզում եք։ Կարող եք նաև ցանկանալ ձեր մասնագիտական հմտությունները ավելի լավացնել, զարգացնել։ Եթե ոչ է մի գործ ձեռնարկեք, ապա այդ գործը եւս հիանալի հաջողություն կունենա ձեզ համար։ Կարող է ինչ-որ կապեր հաստատեք կամ նոր ծանոթություններ ունենաք, որը ապագայում ձեզ համար շատ օգուտ կտա։ Պետք է ուղղակի շատ շփվեք եւ մարդկանց ներգրավեք ձեր կյանք։ Ովքեր որ նոր են ծանոթացել, ապա ձեզ համար այս քարտը ասում է, որ հարաբերությունները կարող են դանդաղ ընթանալ, բայց հաստատուն է, ամուր է, այնպես որ մի անհանգստացեք։ Նաև կարող է լինել ճակատագրով ծանոթություն ոմանց համար, ովքեր որ միայնակ են։ Եվ մի վախեցեք ինչ-որ նոր բան փորձել։ Հատկապես եթե ունեք ձեռի շնորհի, հատկապես եթե ունեք ոչ թե հստակ մասնագիտություն, կամ եթե զգում եք, որ չեք կարողանում այն մասնագիտությամբ, որը անում եք հիմա,
աշխատանք գտնել, ապա ավելի լավ է ուսմամբ զբաղվեք, սովորեք, ավելացրեք ձեր գիտելիքները։ Պարտադիր չի մարդ գնա ինստիտուտ, յուրաքանչյուր թեմա կա YouTube-ում, յուրաքանչյուր։ Այն ինչ որ ցանկանում ես կա։ Անգամ ինչպես օրինակ հավաքել համակարգիչը։ Ես նայում եմ դրան եւ քանդում եմ հավաքում իմ համակարգիչը։ Եվ դա փեշակ է, ուսում է։ Դուք կարող եք այնքան քանդել հավաքել, որովհետեւ փչացած ոչ է մի համակարգիչ, եւ հետո արդեն սկսեք աշխատել, մարդկանց հրավիրել, ասեք, որ ես համակարգիչ եմ օրինակ սարքում։ Եվ բերեն ձեզ մոտ իրենց համակարգիչները, թեկուզ ինտերնետի միջոցով ես շատ եմ տեսել, շատ, որ ինտերնետի միջոցով նայում են եւ ուղղում են այնինչ որ պետք է, իրանք չգիտեն էլ, իրանք YouTube-ի միջոցով անում են։ Այնպես որ սա նաեւ հա սովորել է, որ կարող եք ինչ-որ մի բան ձեռք բերել եւ դե առաջ տանել, հա, առաջ գնալ ձեր մասնագիտական հմտություններով եւ ձեր աշխատանքով։ Այսքանը ձեզ համար։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին։ Նորալուսնի ժամանակ, նորալուսնից հետո, միգուցե նաև, ինչու՞ չէ։ Նա հանգստի քարտն է, հանգստություն է իջնում ձեզ վրա։ Նաև կարող է ցանկանաք մեկուսանալ, ոչ ոքին չտեսնել, միայնակ, միգուցե ինչ-որ ծրագիր եք անում, ինչ-որ ծրագրի վրա եք աշխատում եւ բոլորը ձեզ խանգարում են եւ ձեզ հարկավոր է այդ միայնությունը, միայնակությունը ավելի շուտ, որպեսզի դուք անեք ձեր գործերը։ Դե սա շատ ավելի հանգիստ վիճակն է, միգուցե այս պահին չեք աշխատում, միգուցե այդ 6 ամիսը հանգստի եք տալիս, միգուցե հղիություն է եւ աշխատանք օրինակ ընդհատում եք հղիության համար եւ այնտեղ հանգստանում եք։ Շատ լավ կլինի, որ այցելեք սուրբ վայրեր, եկեղեցի, եթե ամուսնացած եք, այստեղ միգուցե պետք է իրար հանգիստ տաք, եթե ոչ է խնդիրներ կան ձեր հարաբերության մեջ։ Որովհետև այստեղ հնարավոր է նաև ճգնաժամ է ոմանց մոտ իրենց հարաբերություններում, ինչ որ մի բան իրար չեք կարողանում հասկանալ եւ դադար է պետք, կամ մեկը մյուսից հանգիստ է պետք, հա, որ այնպես կարող է այստեղ սառնություն է, որովհետև մենք թրերի հետ գործ ունենք, հա, սա միգուցե սառնություն է, միգուցե վստահության պակաս է։ Մի փոքր իրար դադար տվեք, որ տեսնեք ինչ է կատարվում հետո։ 6 ամիս դադարը դա չափազանց շատ է։ 15 օրվա մեջ մի քանի օրը դադար տալը, հա, դա լավ է, բայց ոչ շատ երկար, հա, շատ երկար դադարը դա լաբանի ընդհանրապես չի հանգեցնում։ Նոր ծանոթություններ այստեղ դժվար կարող եմ ասել, միգուցե այս 15 օրվա համար է սա։ Նոր ծանոթություններ դժվար, այստեղ ավելի շատ դեռ այն ծանոթությունները, այն շփումը, որ առկա է, շփման հետ կապված պետք է այդ հարցերը բոլորը լուծեք։ Նաև այստեղ ովքեր որ աշխատում են եւս, հա, արդեն նշեցի եւ ձեր մասնագիտականի հետ նույնպես, միգուցե դադար եք տալիս։ Դադար է սա աշխատանքում, դադար է սա Եվս մեկ քարտ կհանեմ, տեսնեմ դադարից հետո նա ինչ-որ մի բան կփոխվի ձեզ մոտ, թե ոչ, որտեղ մնացածին լավ քարտեր էին, անհրաժեշտություն չեղավ։ Ձեզ մոտ տեսնենք։ Դադարից հետո, երբ որ այս ինչ-որ խնդիրներ են եւ այլն, հետո ոնց է լինելու։ Դե այսպես թե այնպես նայեք, տեսնում ենք, որ փլուզումը կա։ Ուղղակի եթե չեք ուզում, որ խնդիրները շատանան աշխատանքի վայրում կամ ձեր առօրյա կյանքում, հարաբերություններում, ապա ուղղակի պետք է հանգիստ լինեք եւ լուռ։ Այդ դեպքում եւ այդ խնդիրները կարող են վերանալ, եթե ոնց որ մարդուն պատասխանում ես, անդադ խնդիր է առաջանում, չէ, երբ որ մի բան այնպես չէ եւ այստեղ բավականին մարդը ակտիվորեն կամ քանդվելուց հետո ակտիվորեն կկառուցեք ոչ մի բան կամ ինչու թողնեք որ քանդվի
Դուք կարող եք հիմքի վրա ինչ-որ բան գցել, ինչ-որ մի բաներ ստեղծել, հարաբերությունները, աշխատանքը, բայց ինչու թույլ տալ, հա, ինչու թույլ տալ այդ ամենը կատարվի, եթե ուղղակի դուք կարող եք դադար վերցնել, եթե հոգնել եք, չեք կարողանում աշխատել, լավ կլինի, դուք ուզես 2 շաբաթը հանգիստ վերցնեք, մի հատ հասկանաք, մի հատ էներգիան կարգավորեք, բերեք բալանսի, որ կարողանաք աշխատել։ Որովհետև եթե ինչ-որ մի բան այնպես չէ, հա, արդեն տնօրինը կնկատի, որ դուք արդեն լավ չեք աշխատում, ոչ թե ուղղակի արդեն գերհոգնած եք եւ չի ստացվում ոչինչ։ Հա, հետո կարող եք բավականին այստեղ նոր ինչ-որ բաներ սկսել, ավելի ոգևորված լինել, բայց ոնց որ ասում են ինչ-որ բանից հետո է դա։ Դուք եք որոշողը, դուք գիտեք ձեր կյանքում ինչ է այստեղ կատարվում։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին նորալուսնի ժամանակ կամ հետո։ Բակային ոգևորված եք այստեղ քարտերս ծրտմրտվել են։ Սա մարտական տրամադրվածություն է, ինչ-որ մի բան անելու համար։ Ոնց որ ասում եք, ահա, նորալուսինը եկավ, նոր բաներ, պետք է սկսել եւ որոշում եք այդպես մարտական տրամադրությամբ սկսել։ Նաեւ սա կարող եք պաշտպանել ձեր շահերը։ Չեք վախենա, որ ոչ մի մարտահրավերներից, ոչ մի մրցակիցներից, եթե քննություն է, եթե ինչ-որ միտեղ ոչ մրցակցություն է, ապա այստեղ ավելի առույգ հաստատակամ կգնաք առաջ։ Նաև սա ռոմանտիկայի ժամանակը չէ, եթե ռոմանտիկա եք ուզում, այս մարդը ռոմանտիկ չի, եթե նոր ծանոթություն է, ապա եւս ռոմանտիկ չի։ Նաև գուցե ընտանիքում, հա, նկատեք, որ չկա այդ առաջվա քնքշանք, հա, դրանք ամբողջը ոնց որ դեռևս անցել են, դե կամ հնարավոր է 15 օր է սա, ոչ ավել։ Ոնց որ կուզենաք արագ ամեն ինչ անեք եւ սպասելու ժամանակ էլ չկա։ Այստեղ կամ կցանկանաք բիզնես բացել, կամ կարող եք որոշել գնալ սպորտով զբաղվել, որ ավելի գարունը բացվի, ավելի գեղեցիկ տեսք ունենաք, կամ այս 6 ամիս ամենայն դեպս կարող եք ձգտեք գնաք օրինակ 6 ամսվա վերցնել ինչ-որ ոնց է հայերեն չգիտեմ, փաթեթ եւ գնաք օրինակ 6 ամիս սպորտով զբաղվելու։ Կամ սա նոր բիզնես է, որը այդպես հավեսով կցանկանաք սկսել։ Հարաբերությունները նույնն է, եթե նոր ծանոթություն է սա, հարաբերությունը բավականին ակտիվ կընթանա առաջ, դուք էլ չեք հասցնի, վայ, որ արդեն ինչքան մտերիմ եք, ոնց որ արդեն մի 10 տարի է իրար հետ եք շփվում։ Նոր գաղափարներ կգան, որոնք որ շատ արագ կորոշեք կյանքի կոչել դրանք։ Նաև մարդը կարող է որոշել փոխել աշխատանքը, փոխել կարգավիճակը, մասնագիտությունը, աշխատավայրում եւս էլի շատ ակտիվ կլինեք, առույգ կլինեք եւ հնարավոր է նաեւ բոնուսներ եք շահում, բոնուսներ ստանաք կամ տնօրենի կողմից հատուկ շնորհակալագիր։ Որտեղ բավականին ոգեշնչված կլինեք եւ կկարողանաք լավ աշխատել, լավ, եթե բիզնես հիմնել, ավելի ոգևորված բիզնես հիմնել, հարաբերություններում նույնպես, առաջ տանել հարաբերությունները նույնպես, հա, ոնց որ մարդը ցանկանում է ինչ-որ իր կյանքում փոփոխություններ, դա բնական է, հիանալի է նորալուսնով։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին նորալուսնի ժամանակ։ Նա, սա եթե դուրս եկավ, ուրեմն ուզում էր դուրս գալ։ Բայց սա ինչ քարտ էր, որ ուզում էր դուրս գալ։ Դա երկուսն էլ լավն են, կապ չունի, դա այստեղ թագավոր է։ Դե ոմանք ուրեմն այս քարտով հնարավոր է որ գնում եք օրինակ ձեր այնտեղ որտեղ որ ծնվել եք։
կարող եք այցելել հայրենիք, եթե դրսում եք գտնվում, ավելի շատ ձգտում կլինի, հա, գնալ դեպի հայրենիք։ Ովքեր ամուսնացած են, ձեր հարաբերությունները բավականին կամրանան, կամրապնդվեն, ավելի էմոցիոնալ կապ կառաջանա ձեր մեջ, վստահություն կառաջանա ձեր մեջ։ Նաև եթե ինչ-որ քրիտիկական պահեր ունեք, ապա այդ պահերը ձեզ մոտ ավարտվում են, խոչընդոտները անցնում են եւ ձեզ չեն նկատի, նաև ձեր կողքով կարող են անցնել, այնպես որ սպիտակ գծի ժամանակ է գալիս ձեզ մոտ, եթե որևէ խնդիր կար ձեր գործունեության մեջ, ձեր կյանքում, ձեր հարաբերություններում։ Սա արդար անձնավորություն է եւ դուք ինքներդ էլ արդար կլինեք ազնիվ բոլոր որոշումներում։ Նաև ոմանք կարող են գնալ սովորելու, եթե ոչ, ապա սա ցույց է տալիս պարզապես կրթված մարդու, որ կրթություն է ստացել, իր դերն ու տեղը գիտի այս կյանքում։ Եթե խորհրդի կարիք կունենաք, ապա կգտնեք հոյցա մեկին, ով որ ձեզ ճիշտ խորհուրդ կտա։ Նաև կարող է ինչ-որ մեկն է, ով ձեզ այն տարիքով մեծ է, օրինակ հանդիպում եք, սիրահարվում եք, եթե միայնակ եք, կամ ինչ-որ մեկն է, ով որ ձեզ կարող է օգնել, որպեսզի լուծեք յուրաքանչյուր խնդիր, որը առկա կլինի։ Եվ երբևիցե, եթե դուք ինչ-որ մի բան եք ուզեցել, ցանկացել իրականացնել, ապա ոնց որ հիմա դա հասանելի է, կարող եք դա անել։ Եվ հաջողություն է ձեզ սպասվում, ոչ մի դժվարություն չի առաջանա, եթե ինչ-որ մի բան սկսեք հարաբերություններ, ընտանիք կազմել կամ ձեր կյանքում որևիցե գործողություններ։ Դա ցույց է տալիս, հա, որ նաև կարող է ինչ-որ տղամարդ է, որ իրոք ձեզ շատ կաջակցի այս ընթացքում։ Գուցե ձեր տնօրենն է, որ ձեզ բավականին շատ կգնահատի եւ կաջակցի։ Այսքանը ձեզ համար։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին այս նորալուսնի ժամանակ։ Մագ, հիանալի քարտ, հիանալի, սա առաջին քարտն է, մարդը հենց ինքն էլ է այդպեսին, ամուր, պատրաստական, քաջ, կկարողանաք մարդկանց ներգրավել ձեր կյանք, մարդկանց վերահսկել, նաև ինչու՞ չէ, առաջնորդ է, սա առաջնորդի դերում կլինեք որոշ հարցերում, միգուցե աշխատանքի մեջ, միգուցե տանը, հա, ձեզ ավելի այդպես, ձեր խոսքը ավելի լսելի լինի։ Նաև ովքեր որ ավելի շատ, եթե միայնակ եք, ապա կամ դե սերը առանձնացնեմ, հա, այստեղ մի տեսակ ավելի շատ հմայք կունենաք, ավելի շատ գրավչություն կունենաք եւ հակառակ սերի ներկայացուցին կգրավեք։ Դե տղամարդիկ են լավ այդպես լինում։ Երկուսն էլ այդպես են լինում։ Ոնց որ կկախարդեք, հա, մարդկանց, որտեղ սա կախարդի քարտն է։ Յուրաքանչյուր դժվարություն կկարողանաք հաղթահարել դուք այս ժամանակահատվածում, նաև կընտրեք ամենաարդյունավետ մեթոդները, միջոցները, որոնք որ այդ հարցին լուծում կտան, հա, ինչ որ մի բան ավելի հեշտ լուծելու համար։ Նաև եթե ինչ որ հարցերում պետական հիմնարկություն պետք է գնաք, այնտեղ կարող եք շատ հանգիստ բանակցել, խոսել, շահավետ գործարքներ կնքել, նաև ավելի գործարար կլինեք, եթե պետք է այնտեղ օրինակ պետական հիմնարկություն ձեզ ցույց տալ կամ ավելի դիրքը այդպես ցույց տալ, որ ես կարող եմ ասել, ես կարող եմ թելադրել, ապա հա հենց այս ժամանակահատվածը իհարկե, եթե ունեք, ապա այս ժամանակահատվածը իդեալական է ձեզ համար։ Մի խոսքով բոլորին այստեղ հաջողություն է սպասվում, միայն կարծես թե կույսերն էին, որ այդքան էլ լավ չէր։ Պետք է ուղղակի ուշադրություն դարձնել ձեր կարողություններին, ձեր տաղանդներին, եթե ինչ-որ բան է պետք գնացեք, սովորեք, ավելացեք, որ դառնաք այդպես մագ, հա, դառնաք ձեր գործի գիտակը, ձեր գործի հմուտը, ձեր ամենավերևը կանգնեք։ Եթե ինչ-որ մի բան, հա, չեք կարողանում անել, դրա համար սովորեք կամ գուցե նաև պետք է ավելի շատ ջանքեր գործադրել։ Դե եթե օրինակ մագը ցույց է տալիս, դու կարող եք, հա, ձեր հավաքել ձեր շուրջը տնօրենին, աշխատողներին, եթե աշխատում եք ինչ-որ միտեղ եւ ոնց որ
ներգրավել դեպի ձեզ եւ ասեն, հո այս ինչ լավն է, այս ինչ լավ է աշխատում։ Դե նույնն էլ ովքեր որ միայնակ են ձեր հմայքի շնորհիվ կարող եք գտնել ձեր երկրորդ կեսին։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նորալուսնի ժամանակ, նորալուսից հետո թեկուզ այդպես։ Թոքավորն է սա, եւս մեկին էլ էր ընկել։ Սա իմաստուն մարդ է, որ գիտի իր դերն ու տեղը, ինչպես պետք է անի, նաև սա կարող եք օրինակ գնալ ձեր հայրենիք, եթե դրա կարիքը կա, կամ գուցե վերադառնում եք, եթե դուք հեռու եք ապրում, գուցե եւ վերադառնում եք ձեր հայրենիք, ձեր արմատներին կամ ավելի շատ կհետաքրքրի։ Դա ինչ որ մեկն է, որ ձեզ կաջակցի այդ ժամանակահատվածում, միգուցե 6 ամսում, միգուցե 15 օրում, միգուցե ձեր տնօրենն է, միգուցե ձեր ամուսնուն է ցույց տալիս, սա նաև եթե նոր ծանոթություն է, ապա նոր ծանոթությունը դա հստակ իմաստուն խելացի անձնավորություն կլինի, հարաբերություններում ամեն ինչ կարգին է, ավելի եւ ավելի ուշադիր կլինեք մեկը մյուսի հանդեպ, քնքուշ, հոգատար, փափուկ տղամարդ է, ոչ թե կոպիտ, ագրեսիվ, ձեր միջով ավելի այդպես զգացմունքները ավելի շատ կլինեն եւ խորը զգացմունքներ։ Սա նաեւ նոր ծանոթություն է, նոր կարող եք տեսնել իրար եւ ամիջապես օրինակ սիրահարվել դիմացին։ Աշխատանքի մեջ եթե վերցնենք սա ձեր տնօրենն է եւ գնահատում է ձեր աշխատանքը, միգուցե ընդունվում եք աշխատանքի, եթե ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում յուրաքանչյուր ոլորտում, ապա դա ձեզ մոտ կանցնի, նաեւ կարող է ինչ-որ մեկն է, ում հետ որ ավելի շատ կկիսվեք այս ընթացքում, միգուցե 15 օրվա ընթացքում, միգուցե 6 ամսվա ընթացքում, այնպիսի մեկն է, որին որ կցանկանաք ձեր կողքը տեսնել։ Եթե մենեջեր է, ապա ավելի շատ ոնց որ կսովորեցնի ձեզ, որ ինչպես անեք, ավելի հանգիստ, ավելի խորհուրդներով, ոչ թե այդպես ագրեսիվ։ Եվ կարող եք նաև ցանկացած ինչ-որ մի բան սկսել։ Յուրաքանչյուր բան, ինչը որ դուք ցանկանում եք անել այս ընթացքում։ Միգուցե ձեր հայրն է, միգուցե ոչ հասուն մարդ է, ում այս քարտը ցույց է տալիս։ Դա ինչ որ մեկն է, ով որ մտնելու է ձեր կյանք եւ այս ընթացքում ձեզ հետ լինելով, ձեզ աջակցելու է։ Դուք ինքներդ հենց կարող եք այդպեսին լինել ավելի։ Ձեր դիրքը իմացող եւ ձեր չափն ու ձևը, ամեն մեկի հետ իր ձևով կամ, ոնց որ ասում է, նաեւ անտեսելով, եթե պետք է դա։ Այսքանը ձեզ համար։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նորալուսնի ժամանակ կամ միգուցե հետո։ Միշտ տպավորություն է, որ բոլորը նույն քարտն են, լավա գոնե ձեզ մոտ փոփոխություն է։ Ճիշտ է, փոփոխությունը այստեղ նշանակում է ինչ-որ մի բանի ավարտը, նոր ոչ թե մի բանի սկիզբ։ Եվ կարող է, այո, այս ճիշտ է լիալուսին չէ սա, բայց ինչ-որ մի բան է ձեզ մոտ ավարտվելու, նորը սկսելու համար։ Ընդհանրապես նորալուսնի ժամանակ է դա այդպես լինում, բայց լիալուսնի ժամանակ, ինչ-որ մի բան է ավարտվում։ Միգուցե սա արդեն իսկ ավարտվում է եւ հիմա այն նոր է սկսում, նորալուսնի հետ, հենց նորովի սկսում է ձեզ մոտ ոչ թե մի բան։ Իսկ եթե այդպես չէ, ապա պետք է սպասել, որ ինչ որ մի բան ամենայն դեպս պետք է գնա նորին տեղ բացելու համար։ Ինչ որ մի բան ավարտին է հասցնում, ինչ որ մի բան հնացել է ձեզ մոտ, պետք է փոխեք նաև ոճը, պետք է փոխեք նաև անելու ձևը, աշխատելու ձևը,
գործունեության ձևը, մասնագիտությունը նաև պետք է թարմացնեք, նորացնեք որևիցե մի բան, նորացնեք հենց նորալուսնի հետ մեկտեղ։ Միգուցե նաև նոր ինչ-որ նախագիծ է, նոր պրոյեկտ է, որը ավարտվում է, բայց անմիջապես հետևից գալիս է նոր նախագիծ, նոր առաջադրանք օրինակ, նաև եթե հարաբերություններին այստեղ նայենք, ապա պետք է ուշադիր լինել այստեղ հարաբերություններին արդեն, միգուցե դուք ինքներդ եք խզում ոչ հարաբերություններ, որովհետև ինչ-որ կամ նոր հնարավորություններ կա կամ միգուցե աշխատանքի հետ դա կարող է կապված լինել, մեկը մյուսին խանգարում էր օրինակ։ Շատերն են այդպես անում, կարիերային զարգացնում, հետո նորից գտնում են նմանատիպ մեկին, բայց բնականաբար չեն կարող գտնել ոչ ոքին։ Նաև հակառակը կարող է աշխատանքն եք ավարտում, սիրո հետ կապված, միգուցե ամուսնանում եք, միգուցե հղիություն է սա կամ ծննդաբերությունը, ինչ-որ մի բան ավարտվում է, ոչ մի բան ձեզ մոտ սկսում է։ Յուրաքանչյուր մարդու մոտ սա տարբեր կարող է լինել։ Նաև ձեր կարիերայի հետ դա կարող է կապված լինել, նոր նպատակներ ունենաք և նոր նպատակների համար ինչ-որ մի բան թողեք, որ այդ մյուսը սկսեք, մյուսը անեք։ Սա ինչ-որ մի բան պետք է թողնեք, միևնույնն է, լինի դա կարիերա, լինի դա հարաբերություններ, լինի դա աշխատանք, մի խոսքով յուրաքանչյուր բան այստեղ պետք է թողնել նորը սկսելու համար, փոփոխություններ, դուք ինքներդ կարող եք որոշում կայացնել, որ չէ, սա ինձ պետք չի, սա ինձ խանգարում է և ես պետք է իրենց ազատվեմ նորը սկսելու համար, կամ սկսեմ ուրիշ ձև անել որևիցե մի բան, միշտ նույն ձև էիք անում, հիմա կարող եք արդեն ուրիշ ձև սկսել անել։ Այսքանը ձեզ համար։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին այս նորալուսնի ժամանակ, հունվարի 18-ին։ Սա աշխատանք է, քրտնաջան աշխատանք է, սա, որի արդյունքում դուք կունենաք բավականին շատ եկամուտ, նաև սա ձեր ստեղծագործական աշխատանքն է, որի միջոցով ևս էլի գումար կաշխատեք։ Եվ ընդհանրապես սա այնպիսի մարդ է, ով որ բացի իր աշխատանքից, բացի ցույց տալու իր ունակությունները, բացի նյութականից, նաև հոգևոր արժեքներ է տալիս մարդուն դիմացինին, բացի այն, որ ինքը ինչ-որ մի բան կարող է ստեղծագործել և տալ, վաճառել դա։ Գուցե նաև սկսում եք նմանատիպ գործերով զբաղվել, սկսում եք ինչ-որ մի բան արտադրել, ոչ մի բան ստեղծագործել և դա վաճառել։ Գուցե ոչ թե վաճառքի, կարող է վաճառքի, բայց կարող է նկարչություն էլ նաև, ինչու՞ չէ, ինչ-որ մի բան կարող եք սկսել փորագրել կամ ոչ մի բան ստեղծել։ Եթե հարաբերությունների մեջ նայենք, սա հարաբերությունները կարող են ինչ-որ կարող է ծրագիր եք կազմել ձեր զույգով և այդ ծրագրերը իրականանալի են և կկարողանաք իրականացնել, նաև եթե միայնակ եք այստեղ կարող եք նաև հանդիպել ոչ աշխատավոր մարդու, ով որ իր քրտինքով է հացը վաստակում և կարող ստեղծագործում է, քանդակ է անում, փայտ է մշակում կամ եթե կին է, մեկ այլ ոչ գործեր է անում և դրանով է եկամուտ ստեղծում իր համար։ Սա եթե միայնակ եք կարող եք հանդիպել այդ մարդուն և դա կտանի իհարկե ամուսնություն, նա ուրեմն նաև ամուսնանում են այս ընթացքում, այս 6 ամսվա ընթացքում և մի վախեցեք ոչ նոր բան փորձել, հատկապես եթե վերաբերվում է կարիերայի ընտրությանը, կարող եք նաև առաջարկ ստանալ նոր նախագծի, կարող է փորձ չունեք այդ նախագծի հետ կապված, բայց դուք կկարողանաք հաղթահարել, որովհետև այդ շնորհքը ձեր մեջ կա և դա կարող է ձեզ բավականին եկամուտ բերել։ Մի անտեսեք ձեր հմտությունները, օգտագործեք դա ամեն տեղ, գտեք մի աշխատանք, որտեղ որ կկարողանաք կիրառել դրանք, ձեր ունակությունները, ձեր մասնագիտականը, ձեր արժեքները մի իջեցրեք,
Հա, գնահատեք ձեր որակները, գնահատեք այն ինչ որ դուք անում եք, ձեռքի աշխատանք եք անում, ինչ եք անում։ Նաև իրոք կարող եք սկսել այդպես գումար վաստակել։ Ոչ թե ուրիշի ձեռքի տակ, այլ դուք ինքներդ, հա, կարողանաք դուք ձեզանով ստեղծագործելով այդպես գումարներ վաստակեք։ Այսքանը ձեզ համար նաև բոլորին ցանկանում եմ, որ այս նորալուսինը ձեզ բերի հաջողություն, ձեզ բերի, թող եթե լավ բան է, թող լինի դա 6 ամիս եւ ավել, եթե վատ բան է, թող ամենա շատը ձգի 15 օր ձեր կյանքում միայն թող լավագույնը լինի։ Այսքանը լավ եղեք։